այդ հանդիպում չի եղել խնդիրների պաշտոնական։ Ընդամենը 3 օր առաջ մենք մի շարք հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կազմակերպություններ, որոնցից մեծ մասը նաև կանգնած էր կառավարության մոտ, մենք ունեցանք պայմանավորվածություն վերաբացելու այն արագ արձագանքման ծառայությունը, որը ես փակել էի, որի համար եղավ քննադատություն, կուզեի նաև եթե հետաքրքրի դրան էլ անդրադառնանք, որով մենք պատրաստվում ենք հենց բռնությունների կանխարգելման եւ բռնություններին արձագանքել։ Չունենալով արագ արձագանքման ծառայությունը կամ չունենալով որակյալ արագ արձագանքման ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կնմանվեր բացառապես մեկ իրավապաշտպան հասարակական կազմակերպության, որը ցավոք սրտի մեր գործառույթների դեպքում անիմաստ կդարձներ մեր աշխատանքները։ Ասենք չկա արագ արձագանքման խումբ, փակվել է, որովհետեւ ավելի որակյալ ստեղծվեր։ Բայց եթե այդ խումբը չկա, ի՞նչն է խանգարում, որ ասենք առանց այդ խմբի դուք կամ ձեր ներկայացուցիչները լինեն օրինակ կառավարության մոտ կամ մեկ այլ տեղ։ Միայն ներկայությունը հերիք է, որ ոստիկանները եւ ընդհանրապես այդ տեղում մարդիկ ավելի զգաց լինեն։ Նախորդ հանրահավաքներում եւ ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից գալիս են, ոչինչ չէին անում, ասել ոչ խառնվում էին այդ ծեծ ու ջարդի, բայց միայն նրանց ներկայությունը հերիք է։ Իսկ մենք չենք եղել Վիկտորիա ջան, ուրեմն հետո ասեմ երբ ենք եղել։ Ուրեմն եղել ենք, թույլ տվեք։ Մի օր կարող է կառավարության մոտ չլինենք, որովհետև չիմանանք, որ ակցիա է կազմակերպվում, բայց եկեք առաջին օրը ես ընտրված եկել եմ գրասենյակ մարտի 3-ին եւ անձամբ ինքս մասնակցել եմ, երբ որ փողոցային առևտրով զբաղվողները կառավարության մոտ մեզ ահազանգ եղավ, որ կա բռնություն։ Վրանի հետ կապված Ռաֆի Հովհաննիսյանի ամեն ահազանգի ժամանակ մեր ներկայացուցիչները այնտեղ են եղել։ Մեր ներկայացուցիչները տեղում են եղել կրպակատերերի հետ կապված կոնֆլիկտի ժամանակ։ Բացի դրանից սեպտեմբերի 1-ից, որտեղ տեղի ունեցել նաև այլ գործընթացներ մեր աշխատակազմում, մենք բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմ ենք ճանաչվել օրենքով դեռևս մինչև իմ ընտրվելը եւ չունեինք այս պահին մոնիտորինգի մի գործուն մեխանիզմ եւ հիմա ստեղծվել է սեպտեմբերի 1-ից մեծ ինտենսիվության բոլոր փակ հաստատությունները, զորամասերը, ոստիկանության մեկուսարանները, բանտերը եւ բժշկական հաստատությունները փակ, որտեղ տեղի են ունենում բռնություններ, մեր աշխատակազմից եւ հասարակական կազմակերպությունից ձևավորվել է խորհուրդ, որտեղ արդեն 15 մարդ իրար հետ ամենօրյա կարելի ասել այցեր են անելու տարբեր մարզերում եւ տարբեր հաստատություններում։ Այսինքն մտահոգությունը կա, աշխատանքը արվել է, դարձյալ մենք չենք կարողացել ժամանակին պատը ցույց տալ, որ ոչ թե մենք այս ամբողջ ընթացքում ուղղակի ձեռքներս ծալած նստած կողքից նայում ենք այս գործընթացին, այլ փորձում ենք ինստիտուցիոնալ լուծումներ գտնել, որ երբ որ սկսենք միջամտել, դա լինի ոչ թե թղթային հայտարարության միջամտություն, այլ լինի շատ ավելի գործուն միջամտություն։ Օրինակ, Կրթության գիտության նախարարության դեպքում ես զերծ կմնամ մեկնաբանելուց, թե դա անձնական խնդիր է, թե դա կառուցվածքային խնդիր է, թե համակարգային խնդիր է, բայց այն, որ տոնայնությունը հարիր չէր, կառավարության մի ճյուղի, որը թույլ տվեց ոչ կոռեկտ դրսևորում սահմանադրական մարմնի նկատմամբ, դա ցավ է, որի մասին պետք է խոսի առաջին հերթին կառավարությունը, հետո ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է ազդված լինեին, թե ինչպես կարող է գործադիր մարմնի մեկ ճյուղ իրեն թույլ տալ սահմանադրական մարմնի հետ նման տոնայնությամբ բանավեճ իրեն։ Եվ ցավն էլ հենց այդ է համակարգային, որ չեն ազդվել։ Իսկ նրանց ստիպում են ազդվել, կարծում եմ դուք եք ստիպում, որովհետև ձեր միջոցով մարդիկ զգում են, ստանում են այն ճիշտ ուղենիշները, որոնցով ձևավորում են իրենց վերաբերմունքը երևույթների նկատմամբ։ Ես ակնկալում եմ ոչ թե զանգվածային լրատվության միջոցների աջակցություն այս գրասենյակին, որտեղ որևէ մեկ իրավունք չունի արժանանալ նման միանգամից բոլորի աջակցությանը, բայց ես ակնկալում եմ ամեն լրատվամիջոցում գոնե հավասարակշռված վերաբերմունքի եւ վերլուծության, որովհետեւ շատ դեպքերում մենք ստանում էինք ոչ թե, ասենք, վերլուծություններ կամ խնդրի քննարկում, այլ ստանում ենք ուղղակի կարճ մեջբերումներ երկու հայտարարություններից, որից հետո տեղի էր ունենում այսպես օդի մեջ մնացող խնդիր, թե ով էր ճիշտ, ով էր սխալ, եւ ստացվում էր, որ ասենք որևէ նախարարության չինովնիկները հավասարացվում էին սահմանադրական մարմնի հետ մեկ ռինգում, մեկ ռաունդում, ինչը այդպես չի։ Եթե դուք տակ ես պատմությունը ավարտեմ, դուք հետո ներկա։ Իմ ընկերների մեջ չկա Միքայել Մինասյանը, ես մի անգամ դա ասել եմ, մի վարքան, ես մի անգամ նախ այդ հարցը դուք ձեր թերթում գրել եք, դեռ ժամանակին չէի հերքել, ճիշտ ժամանակն է հերքելու։ Հիմա, ուրեմն ասեմ նախ, որ իմ համար խնդիր կամ
պրոբլեմ չի լինել ընկեր, ես կուզենայի լինել ընկեր շատ մարդկանց հետ, բայց ես նորից հավաստիացնում եմ, որ իմ ընկերների շարքում, որոնք բավական սակավաթիվ են եւ իրենց հետ ես շփվում եմ համարյա ամենօրյա, Միքայել Մինասյանը չկա։ Նախագահին։ Ես գտնում եմ, որ